Բարերև սիրելի կույսեր ասցենդենտի նշանով կամ ծագման նշանով եւ արևի նշանով։ Այսօր 26-ն է հուլիսի իմ օրացույցով ձեզ բաժին է ընկել Նեպտունը, որն ասում է, որ կույսերը իհարկե դժվարությունների միջով անցան, իրենք դեռևս անորոշության մեջ են, ուզում են իմանալ դա երբ կավարտվի, ինչ կլինի եւ այլն եւ այլն։ Իդեպ ես ձեզ կներկայացնեմ օգոստոս ամսվա համար կանխատեսումը։ Եվ նշեմ, որ այն կարևորվում է այնքան, բացի նրանից, որ դուք նշել եք ձեր ծննդյան օրերը հերթով կույսերը, նաև ունենալու ենք արևի ամբողջական խավարման միջանցք եւ լուսնի մասնակի խավարում, եւ ձեր մոլորակը արդեն կհասցնի ինքը հետ ընթացել խեցգետնի նշանում կհասցնի երկու նշան փոխել օգոստոս ամսին, այսինքն ես կարծում եմ շատերի համար օգոստոսը կլինի կարևոր ամիս, չնայած բոլորիս համար է խավարումները իրենք արդեն բերում են կարևոր իրադարձություններ, այնպես որ ձեր կյանքում առավել եւս, որովհետեւ լուսնի խավարումը լինելու հենց ձեր հակադիր նշանում շատ կոնկրետ կապված է ձեզ հետ, այնպես որ մասնավորապես արևն էլ մտնում է ձեր նշան, այնպես որ սա ձեզ համար բավականին կարևոր է, ինչևէ ես կարծում եմ դու գտնում եք անորոշության մեջ, ես ձեզ կփորձեմ օգնել խորհուրդ տալ, թե ինչ կարելի անել, սա իդեպ չմոռանանք, որ ընդհանուր է, որտեղ ես տրանզիտներին եմ անդրադառնում, իսկ յուրաքանչյուր ունեք ձեր քարտեզը եւ այնտեղ յուրաքանչյուր ունեք իր ձեր մոլորակների ուրույն դասավորությունը, այնպես որ սա չի կարող բոլորին վերաբերել մեծ առումով, բայց ասենք խավարումները բնականաբար արևի մուտքը ձեր նշան դա անկախ ամեն ինչից բոլորին վերաբերում է։ Հիմա տեսնենք Վեներան է փոխելու իր նշանը նաև եւ Մարսը կփոխի իր նշանը, մենք տեսնում ենք, որ Վեներան ձեր նշանում է մինչև ամսի 6-ը սիրելի կույսեր ձեր նշանում է եւ այդ օրը դուրս կգա մինչև սեպտեմբերի 10-ը ինքը կտեղավորվի ձեր երկրորդ տանը, ֆինանսների տանը, ես կարծում եմ ինքը եւ տան առումով եւ նշանի առումով հիասքանչ վիճակում է, ես իհարկե սա ասում եմ այն մասին, որ կույսերը կարողանում են միշտ իրենց ֆինանսական վիճակը պահել, իհարկե բացառություններ եւ երբ կան որոշակի մոլորակներ, որոնք մեն այդտեղ եւ իրենք կարող են գումար կորցնել, դա չես կարող մի ասպեկտացիայով ասել, բայց ընդհանուր դա ուրեմն այդպես կարող ենք ասել, ինչևէ ֆինանսական ուրեմն հարցեր հնարավոր է ոմանք շատ այդպես ֆինանսներ ստանան, աշխատավարձը այդպես ինչ որ լրացուցիչ գումար կամ գիտեք աշխատանքի անցնել կամ աշխատանքը փոխել հնարավոր է, շատ հնարավոր է եւ այստեղ ասենք ավելի շատ գումարի ակնկալիքով, հա, այդ առումով բոլոր դեպքերում ֆինանսական հարցերը կան, լավ վիճակում են եւ հնարավոր է ոմանք էլ ծախսեն այդ գումարը նորից պայմանավորված ձեր անձնական քարտեզով, ինչևէ 12-ին եկեք ինին անդրադառնամ ձեր մոլորակին, Մերկուրին ուրեմն կմտնի առուծի նշան, ինչպես որ ասացի, խեցգետնի նշանում ինքը հետ ընթաց էր, այնտեղ որոշակի դուք ձեր գործընկերների հետ ինչ որ հարցեր եք ուրեմն կարգավորում կամ ընդհանրապես որոշակի հարցեր ուրեմն յուրաքանչյուրը իր գիտեք իր հետաքրքրությունների գործողությունների շրջանակներում, հա, որոշակի փաստաթղթեր, հարցեր վերանայել եւ այլն, հեշտ չի, բայց ես կարծում եմ ամեն դեպքում այստեղ դրական էներգիան է կուտակվում, հավանաբար լավ արդյունք շատերը նորից պայմանավորված ձեր քարտեզով շատերը կարող են ունենալ լավ արդյունք կամ արդեն ունեցել են եւ հիմա այստեղ գիտեք դա կարող է ձեզ հուշել որ դուք ինչ որ բաներ պլանավորեք արդեն գործը կարծես թե կիսով չափ ստացվել է եւ դուք ինչ որ բաներ եք պլանավորում եւ իհարկե ինքը օգոստոսի 25-ին կմտնի արդեն ձեր նշան, ձեր մոլորակը ձեր նշանում է սիրելի կույսեր, իսկ դա բավականին մեծ հաջողություն է եւ դուք արդեն մասնավորապես եթե ձեր անձնական քարտեզում այստեղ լավ էներգիան կուտակվի, դուք կարող եք մեծ խոչընդոտներ հաղթահարել, մեծ բաների հասնել, այսպես ասած հաջողությունների, այնպես որ սա նկատի ունեցեք, նորից նշեմ, օգոստոսի 25-ից արդեն մտնելու է ձեր նշան, որն է
այս ամսվա խորհուրդը իմ հետևյալն է ձեզ համար, որ միշտ ապեք պլանավորել ինչ-որ գործեր, որովհետև ամեն ինչ կարող է 180 աստիճանով փոխվել։ Այսինքն պլանավորել եւ կենտրոնանալ այդտեղ, ինչ-որ գործողություններ անել, որ դուք հիմա դա իրականացնելու եք, ուշադիր եղեք, կարող է ամեն ինչ փոխվել եւ լրիվ ուրիշ բան դուք անեք, հա, ներկայացնեք։ Այնպես որ այստեղ սա նկատի ունեցեք շատերի մոտ։ Դա կլինի բնականաբար պայմանավորված ձեր անձնական քարտեզով եւ հիմա օգոստոսի 12-ին Հայաստանի ժամանակով 21:36 առուծի նշանում 21 աստիճանում տեղի ունենալու արևի ամբողջական խավարումը, սա ոչ լավ խավարումն է, հարգելիներս, այնպես որ ուշադրություն ենք դարձնում, նրանք ովքեր հատկապես արտերկրում են, ուշադրություն են դարձնում իրենց առողջական վիճակին, հեշտ չի օտար երկրում, այդ լարվածությունը, դժվարությունները բերում են առողջական խնդիրներ, հոգնածություն եւ այլն, այնպես որ հնարավոր նաեւ գումարի ծախս, շատերը ասենք հնարավոր է որոշակի գումարներ են ծախսում, ոմանք իրենց երեխաների համար, ոմանք արտերկրում ինչ որ գործեր կան, այդտեղ ուրեմն գումար են ծախսում Եվ օգոստոսի 12-ից մինչև օգոստոսի 28-ը գտնվելու ենք խավարման միջանցքում, այնպես որ այստեղ լինում ենք ուշադիր, ես միշտ իհարկե դրա մասին ասում եմ, երբ խավարումներ են լինում եւ գիտեք, վախենալ պետք չի, պարզապես լինում ենք զգոն գործողություններում, ինչ որ հարցեր, որտեղ նոր հարցեր չենք սկսում, ինքը վատ ժամանակահատված է եւ ավելի շատ մասնավորապես եթե ունեք առողջական խնդիրներ, ավելի շատ ուրեմն տրամադրեք հանգստին այսպես եւ մասնավորապես գնացեք լողավազան դա ավելի կօգնի ինչևէ օգոստոսի 28-ին էլ տեղի կունենա լուսնի մասնակի խավարումը Հայաստանի ժամանակով առավոտյան 8:18:20 5 աստիճանում ձգան նշանում տեղի ունենալու խավարումը այսինքն ձեր հակադի նշանում է լինելու սիրելի գույսեր այնպես որ սա լավ խավարում է ես կարծում եմ պիտի որ այն ինչ որ կանեք միգուցե այդ արդյունքը ձեզ գոհացնի մինչև օգոստոսի վերջ գիտեք այստեղ ավելի շատ ոչ թե գործողությունները այլ որտեղ գործողությունները դժվար են լինելու հեշտ չի ուրեմն ինչ որ նոր մարդկանց հետ շփվել կամ այնտեղ ինչ որ հարցեր կարգավորել դժվար է լինելու եւ ձեզանից մեծ ջանքեր է ավելի ճիշտ պահանջվելու բայց կարծում եմ Մերկուրին ձեր նշանում ինքը կօգնի որպեսզի դուք այդ բոլոր հարցերը կարողանաք կարգավորել եւ այստեղ ես կարծում եմ շատերին համենայն դեպս կարող է գոհացնել արդյունքը շատերին չեմ կարող ասել բոլորին որովհետեւ դուք ունեք ձեր դասավորությունը ինչպես արդեն նշել եմ բայց մեծամասնությանը կապված ոմանց անձնական կյանքում ոմանց ուրեմն գործնական ուրեմն հարցերում այստեղ համագործակցությունը կամ արդեն դուք համագործակցում եք կամ նոր պիտի համագործակցեք գործերն եք դասավորում կամ արդեն դա կա բոլոր դեպքերում միգուցե գաք ինչ որ եզրահանգման եւ դա ձեզ գոհացնի շատերին տեսեք նշում եմ շատերին եւ ոչ թե բոլորին բոլոր չեմ կարող ասել որովհետեւ յուրաքանչյուր ունեք ձեր քարտեզը նորից եմ նշում որովհետեւ այս հարցով շատ են ասում ես ասում եմ իրենք նորից նույն հարցը ինձ տալիս են դրա համար մի քանի անգամ ասեմ դա էլ այդպես եւ նշեմ թե Մարսը երբ է մտնելու փոխելու իր նշանը օգոստոսի 11-ից մինչև սեպտեմբերի վերջ բոլոր դեպքերում այստեղ դրական որքան էլ դժվար լինի դրական էներգիան է կուտակվում ես կարողանում դժվարությամբ բայց կկարողանաք հաղթահարել սա էլ այսպես եւ 23-ին օգոստոսի արևը կմտնի սիրելի գույսեր ձեր նշան եւ դուք բոլորդ կնշեք ձեր ծննդյան օրերը ինչի կապակցությամբ ես շնորհավորում եմ ձեզ դժվար ճանապարհ անցաք եւ թող գիտեք այս լուսնի խավարումը այդպես թոթափի ձեր բոլոր հոգսերը դժվարությունները եւ դուք կարողանաք ամեն ինչ սկսել նոր էջից թող ձեր գործերը լավ լինեն սա իմ ցանկությունն է թող արևն էլ օգնի այդ բոլոր բարեմաղթանքները արևի հետ ես ուղարկում եմ ձեզ
Այսպես ուզում եմ հենց այս լավ նոտայով էլ ավարտեմ ձեր նշանի համար կանխատեսումը, լավ եղեք եւ ամեն ինչ լավ կլինի, գրեք անպայման կիսվեք ուրեմն մեկնաբանություններում, որովհետև տեսեք դուք 5-րդ տեղից տեղաշարժվել եք 9-րդ տեղ, բայց սա ինձ չխանգարեց, որպեսզի ես ձեզ եւ ամսվա խորհուրդը ներկայացնեմ եւ ընդհանրապես որտեվ կարող է շատ հակեշ լինել, որտեվ նրանց ում որ չի հետաքրքրում, այսինքն քիչ են հետաքրքրված, դիտումները քիչ են, բնականաբար իրենց շատ ասել իմաստ չունի։ Ժամանակ կորցնել այդքան ես չունեմ այդ ժամանակը, դուք ինձ հասկանում եք, որտեվ ձեր մոլորակը Մերկուրին է, ամեն ինչ լոգիկայի, տրամաբանության վրա է հիմնված, դրա համար ես ձեզ հետ այսպես կիսվում եմ։ Ասենք ձկների հետ իմաստ չուներ այս մասին խոսել կիսվելը, ես ձեր հետ կարող եմ կիսվել։ Այսքանը լավ եղեք, մենք հանդիպենք հաջորդ ամիս առայժմ։ Շնորհավոր ձեր ծննդյան օրերը, սիրելի կույսեր, առայժմ